Տարվա խաղողից գինի քամելու ժամանակն է, հուշում են Վայոց ձորից հրավիրում այս շաբաթ օրը հոկտեմբերի 4-ին գնալ մասնակցել արդեն ավանդական դարձած Արենի գինու փառատոնին։ Այս տարի մեր խորագիրն է երիտասարդները շարունակում են ավանդույթները եւ այդ խորագրով լինելու է խաղող ճզման արարողությունը։ Կազմակերպիչները խոստանում են միջոցառումը երգ, պար, համտես, գյուղական, տնական, նաեւ գործարանային գինիների ցուցադրություն ուրախ ու տպավորիչ է լինելու։ Պնդում են փառատոնն այնքան ճանաչված է դարձել, հատուկ այդ օրվա համար տուրօպերատորներն արտասահմանից հյուրեր են բերում։ Նախորդ տարի ընդհանուր առմամբ Վայոց ձորն ունեցել է 35,000 այցելու, խթանել տեղում զբոսաշրջիկին գիշերակացի ընդունող կերակրող օղակների զարգացմանը։ Հայաստանի Հանրապետություն այցելող զբոսաշրջիկների մոտ 10%-ը այցելում է Արենի համայնք եւ Նորավանք, Արենի 1 քարայր։ Արենի համայնքում ունենք 30-ից ավելի հյուրատներ, ունենք 5-ից ավել գաստրոբակեր, ունենք այս տարի եւս 1 գինու համտեսի սրահ է բացվել Աղավնաձոր բնակավայրում, ունենք 6-ից ավելի համտեսի սրահներ։ Արենիի տարածաշրջանը կարող է շատ ավելի մեծ թվով տուրիստների ընդունել, համոզված են զբոսաշրջության կոմիտեում։ Դրա համար էլ կառավարության հետ որոշվել է ոչ միայն աջակցել փառատոնին, այլև Համաշխարհային բանկի վարկով նաև այս ուղղությամբ նոր ճանապարհ, հյուրատուն, քայլարշավային երթուղիների ծրագրեր իրականացնել։ Այո, Արենին հանդիսանում է հենց մեր գինեգործության եւ էնոտուրիզմի հիմնական ուղղություններից մեկը, այն մարզերից մեկն է, որտեղ մենք շեշտադրում ենք գինեգործությունը, գաստրոբակերը, գինեհյուրանոցները, մենք փորձում ենք Հայաստանում առաջի անգամ հենց այդ զբոսաշրջային պրոդուկտը ներդնել եւ ստանալ Արենիից։ Իդեպ Վայոց ձորի պատմամշակութային հարուստ ժառանգությունը նաև գերմանալեզու Forbes-ին է շատ դուր եկել։ Հայաստան այցից հետո վերջերս 50 էջանոց նյութ են պատրաստել։ Նաև տուրիստական նոր մրցանակ ունենք, ոգևորիչ լուրով էր Armenpress-ի ասուլիսին եկել Լուսինե Գևորգյանը։ Հոկտեմբերի վերջին շաբաթում Իտալիայի Սարդինիա քաղաքում կանցկացվի World Tourism Award-ը, համաշխարհային զբոսաշրջային մրցանակաբաշխությունը, որտեղ բառից բուն իմաստով օրեր առաջ մեզ տեղեկացրին, որ Հայաստանը ստացել է 2025 թվականի զարգացող պատմամշակութային ուղղություններ մրցանակը։ Ըստ ոլորտի փորձագետների Հայաստանը խնդիր ունի մեծացնել միջազգային տուրիստական հարթակների համար նախատեսված մարքեթինգային բյուջեն, ավելի շատ մարդկանց տեղեկացնելու, լինի գինու մշակույթը ներկայացնող մեր Արենիի, պատմամշակութային ու գաստրո Գյումրիի, թե առողջարանային Դիլիջանի առաջարկ հնարավորությունների մասին։ Շեշտը հենց օտարերկրյա զբոսաշրջիկի վրա են դնում, որովհետև դրսից եկողներն են սովորաբար հյուրանոց ռեստորաններում մեծ ծախսեր անում, աշխուժացնում տնտեսությունը։ Միջազգային զբոսաշրջիկն է բերում այն գումարները, մեր վերջին հաշվարկներով միջինում $880 է ծախսում 3-ից 5 օր մնացող Հայաստանում մնացող զբոսաշրջիկը եւ եթե մենք ստեղծենք այս պրոդուկտները, ինչի մասին խոսեցին իմ գործընկերները եւ մարզերում նրանց ավելի շատ կարողանանք պահել, վստահաբար այս թիվը կաճի։ Արենիում օրինակ տուրիստների գիշերակացին պատրաստ են արդեն 18-րդ տարին անցկացվող փառատոնն այս անգամ սովորականից երկար մինչև երեկո է տևելու։ Ասում են, եթե գինով ցած լինեք, մթին հետ Երևան ճանապարհ չընկնեք, մնացեք մարզում։ Հերմինե Բաղդասարյան, լուրեր։